Բարև ձեզ, սկսում ենք մեր ուսուցչական քննարկումների 73-րդ հաղորդումը, այժմ լուծելու ենք հավանականության հետ կապված որոշ խնդիրներ, մենք բացենք էկրանը և սկսենք ծանոթանալ առաջին խնդրի հետ։ Այսպես բացում ենք թեստը, այն բաղկացած է 10 հարցից։ Կարդանք առաջինը. սովորական մետաղադրամը նետվել է 3 անգամ, որքան է հավանականությունը, որ գիր բացվել է ճիշտ 1 անգամ։ Դա բավականաչափ պարզ խնդիր է, պետք է ուղղակի բոլոր դեպքերը հանենք, քանի որ մետաղադրամը նետվել է 3 անգամ, համարում ենք, որ մետաղադրամն էլ ազնիվ մետաղադրամ է, այսինքն պատահարները իրարից անկախ են ու 0.5 յուրաքանչյուր ելքի հաջորդ հավանականությունը։ Հիմա մեր մոտ ելքի տարբերակները որոնք են, որ 3-ն էլ լինեն գիր, չէ՞, կամ 3-ը երկուսը գիր, 1-ը ղուշ, հետևյալ ձև գիր, ղուշ, գիր, ղուշ, գիր, մի ղուշով բոլորը գրեցինք, չէ՞, հիմա մի գիրովը գիր, ղուշ, 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 գիր, ղուշ, 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 գիր, ու բոլորը լինեն ղուշ, չէ՞, ընդհանուր ու տարբերակա, դա կարելի է նաև սենց էլ անել, ունենք 3 երկ, գիր ու ղուշ ամեն մեկի համար, չէ՞, տարբերակների քանակը երգերենի կլինի 2-ի խորանարդ, ամեն դեպքի համար ունենք ստեղ 2 տարբերակ, 2 անգամ 2 անգամ 2, 2-ի խորանարդ, որը հավասար է 8։ Ունենք 8 ելքի հնարավորություն մեր փորձի արդյունքի, հիմա մեր համար ու բոլորը հավասար հավանական են, չէ՞, որտև մետաղադրամը ազնիվ է, պետք է դիտարկենք, թե դրանցից որն է բավարարում մեր ուզածին, ասում էր գիր գրանցվի ճիշտ 1 անգամ, չէ՞, դրա համար բարենպաստ է սա և սա, այսինքն 8 հավասարահավանական դեպքից բարենպաստ է ընդամենը 3-ը, հետևաբար ճիշտ լինել, այսինքն փորձին մեր ելքին բավարարելու հավանականությունը կլինի 3/8, պատասխանը 3/8։ Անցնենք երկրորդ հարցին, որքան է հավանականությունը, որ 1-ից 200 փակ միջակայքում պատահական ընտրված բնական թիվը կբաժանվի 7-ի։ Ստեղ էլ պատահական թիվ ենք ընտրում, նկատի ունենք, որ հավասարահավանական են ելքերը, այսինքն ունենք ելքի ընդհանուր 200 տարբերակ, չէ՞, 1, 2, 3, մինչև 199, 200, ունենք 200 տարական ելքի հնարավորություն, բոլորը հավասարահավանական են, բարենպաստ դրանք են, որոնք բաժանվում են 7-ի, չէ՞, 7-ը, 14-ը, 21, եկեք տենց ենք, 7 անգամ 1, 7 անգամ 2, վերջինը որը կլինի, պարզելու համար 200-ը բաժանենք 7-ի, տեղ կտա 2, 14, 60, 8, 56, մնացոր 4, այսինքն 200-ը դա 7 անգամ 28 պլյուս 14-ն է, չէ՞, ուրեմն վերջին թիվը, որը կբավարարի, կլինի 7 անգամ 28-ը, որը 200-ից 4-ով փոքր է, 196-ը, քանի թիվ եղավ այստեղ, 28, ճիշտ է, ուրեմն բավարարում են 28-ը 200 հավասարահավանական դեպքից, բարենպաստ են 28-ը, ուրեմն մեր հաջողելու հավանականությունը կլինի 28 բաժանած 200-ի, կրճատելով 2-ով ստանում ենք 14/100, որը կլինի 0.14, այսինքն կլինի 0.14, սա էլ երկրորդ խնդիրը, որը առանձնապես բարդ չէր, նշենք տարբերակ 0.14 և անցնենք առաջ։
Որքան է հավանականությունը, որ պատահականորեն ընտրված բնական եղանիշ թվի թվանշանները իրարից տարբեր են։ Այսինքն չկրկնվող թվանշաններով եռանիշ թվերի քանակ 9, 9, 8։ Գալիս ենք կոմբինատոր խնդրի, չէ՞։ Կրկին մեր հավանականային ընտրության տարբերակներն են 100, 101 մինչև 999, չէ՞։ 900, Քանի թիվ կա ստեղ։ 900։ Այսինքն ունենք 900 ելք, մեր համար բարենպաստ որոնք են, որոնց բոլոր թվանշանները իրարից տարբեր են։ Այս խնդիրները այս տիպի կոմբինատորիկայից նախորդ տարի լուծել ենք։ 9 անգամ 8։ Կառուցենք եռանիշ թիվը, հարյուրավորների դաշտում ինչ պիտի լինի։ 1-ից 9 ցանկացած թվանշան կարող են գրել, չէ, 9 տարբերակ։ Տասնավորների դաշտում ինչ կարող են գրել։ 1-ով պակաս, 10-ից 1-ով էլի պակաս 9։ 0-ն ավելանում է, բայց այն ընտրությունը, որ ստեղ կատարել ենք հարյուրավորի դաշտում, տասնավորների դաշտում այլևս կատարել չենք կարող, չէ։ Այսինքն ունենք 9 տարբերակ շարունակելու։ Քանի որ իրարից է տարբերակից արդեն 2 հատն են դուրս գալիս։ Հարյուրավորում տասնավորներում ընտրածը դուրս են գալիս, լինում է 9 անգամ 9 անգամ 8 կտա 648։ Այսինքն ունենք 648 բարենպաստ տարբերակ, չէ, 900 հավանականից։ Կլինի, եկեք սենց գրենք 9 անգամ 9 անգամ 8 բաժանած 900, որ էլ մի հատ էլ 648-ը 9-ով չկրճատենք, չէ, 9-ով կրճատվում է տալիս է 72 100-րդ, 0.72։ Այսինքն հավանականությունը, որ թվանշանները կլինեն իրարից տարբեր, կլինի 0.72։ Իսկ ոնց կլինի, եկեք մի քիչ բան անենք, փոխենք պնդումը, որքան է հավանականությունը, որ պատահական ընտրած թվի թվանշանները ոչ բոլորը լինեն նույնը։ Այսինքն բոլորը իրարից տարբերը, մեկը ոչ, 100-ը չի բավարարում բանում, բոլորը իրարից տարբեր են, բայց ոչ բոլորը նույնին կբավարարի։ 9, 10, 900-ից կհանենք 900-ից հանենք են հնարավոր դեպքերը կմնա այդ Ես ասի ոչ բոլորն են իրարից տարբեր։ 900-ից Ոչ կհանենք բոլորն են նույնը, կներեք, ոչ բոլորն են նույնը։ այսինքն 9 հատը կհանենք, Այդ դեպքում չի բավարարի 111, 222 մինչև 999, չէ։ Այս դեպքում ամենահեշտը ոչ թե հավաքենք ոչ թե որոնք են, որ ոչ բոլորն են նույնը, այլ 900-ից հանենք նրանք, որոնք ոչ բոլորը նույնն են։ 900-ից հանածինը բարենպաստ տարբերակ ունենանք 900 հնարավորից։ 891, 900-րդ։ Դա 9-ով կրճատում ենք, տալիս է 99 100-րդ, այսինքն 0.99։ Սա էլ արեցինք, հիմա պատասխանը ստուգենք արդյոք համակարգում ճիշտ է գրած, թե 0.72, որտեղ ընթացքում փոխեցինք, չէ, խնդիր, ուրիշ խնդիրը ստացանք 0.99։ Հիմա կոորդինատ բառի տառերի տեղափոխություններով ստացված բոլոր տարբեր պարտահայտություններից պատահականորեն ընտրել են որևէ մեկը, որքան է հավանականությունը, որ երկու ոյերը գտնվում են իրար կողք։ Սա մի քիչ արդեն ավելի կոմբինատոր բարդ կառուցվածք ունեցող խնդիր է, բայց էլի բարդ չի։ Հիմա սրանց տեղափոխություններով բոլոր ինձ թվում էր պատասխանը պիտի 2/9 լիներ, պարոն Գոգյան։ 9 պատասխանը պիտի 2/9 լիներ։ Չէ, 1/9-ը։ Դե եկեք լուծենք, տեսնենք ինչ կլինի։ Քանի հնարավոր արտահայտություն է հնարավոր կազմել կոորդինատ տառերի տեղափոխությունով։ Առհասարակ 9-ի ֆակտորիալը բաժանած 8-ի ֆակտորիալ, ինչի է 9-ի։
8-ի Ինչի ֆակտորիալ։ 8-ի ֆակտորիալ, 9-ի ֆակտորիալ։ 9-ի ֆակտորիալ, բայց բաժանած 2-ի, որովհետև ոյերի տեղը Եկեք ունենք, պայմանավորվենք Իմաստունի ո1 չէ։ ու ո2 որ գրենք, չէ։ Մտովի պատկերացնենք տարբերեն։ ո1-ն ու ո2-ը իրարից տարանջատենք, կունենանք 9 տառ, որոնց տեղափոխություններով կստացվի 9 ֆակտորիալ բան, արտահայտություն։ Բայց ո1-ն ու ո2-ը նույն տառն են, չէ, իրանց տեղերով փոխելուց նույն արտահայտությունն է ստացվում։ բաժանած 2-ի։ Հետևաբար կա արտահայտություն կազմելու 9 ֆակտորիալի կես տարբերակ։ Համաձայն եք։ Հա, ահա։ Ահա։ Հիմա եկեք նայենք կոորդինատ կոորդինատ բառը։ Հիմա ստեղ իր տեղափոխություններով քանի բառ է հնարավոր ստանալ։ Արդեն եթե օրերն իրար մոտ լինի 8-ի ֆակտորիալ։ Ահա։ Մենք ոնց ենք անում այս դեպքում, երկու ոյրը պատկերացնում ենք Համարում ենք մեկ տառ, չէ։ Պատկերացնում ենք սենց ինչ որ բադիկի նկար ստացվեց մուլտիկներում հանդիպող, այսպես լավ ստացվեց։ Այս սա պատկերացնում ենք որպես մի խումբ ու ունեն մենք 8 բան ու կստանանք 8-ի ֆակտորիալ բառ, չէ։ Ճիշտ է։ Ահա։ Հիմա այս որ հաշվենք, ֆակտորիալը բաժանած 9-ի ֆակտորիալի կեսի։ Խնդիրը ինչ ասում, իրար կողք, հա։ Այսինքն մենք ունենք 8-ի ֆակտորիալ դասավորություն, որտեղ իրար կողք են, չէ։ Ահա։ Ու ընդհանուր 9-ի ֆակտորիալի կես արտահայտություն ունենք, որ անենք ստացվի 2 անգամ 8-ի ֆակտորիալը բաժանած 9-ի ֆակտորիալ։ 8-ի факториալն ու 9-ի ֆակտորիալը որ կրճատենք, այդ առարու կստացվի 2/9։ Եղավ 2/9։ Հիմա բայց պատասխանում չկար այս տարբերակը, էլի դրա համար ասեցի սխալ էր գրված։ Ինչա՞, հա։ Պատասխանում 2/9 տարբերակը։ Ես այս խնդիրները չեմ լուծել, ես էլ ձեր հետ առաջին անգամ եմ նայում։ Այստեղ 1/9-ն է ճիշտ տալի, բայց ճիշտ 7/7, 1/9, հա։ Ճիշտ տարբերակը չկա, ուրեմն պետքա սրանցից Ներեք էլի 9 Պարոն Գոգյան 2-ի 9-ի ֆակտորիալը ինչի բաժանեցինք 2-ի։ Ինչը բանը 9-ի ֆակտորիալը։ Ահա։ Հա, տեսեք, էլի բացեմ էկրանը։ Տեսեք, խնդրի մեջ ինչ է ասում։ Կոորդինատ բառի տեղափոխություններով կազմեցին բոլոր տարբեր լավ կարդամ։ Բոլոր տարբեր արտահայտություններից։ Եկեք հիմա պայմանական նայենք կ ո-ն, հա։ Այս 3 հատով քանի արտահայտություն կարող եք կազմել իրարից տարբեր։ Կ ո-ո, ո կ ո, մեկ էլ ո կ, չէ։ Հա։ Քանի է տեղավ։ 3-ի ֆակտորիալ բաժանած 2-ի։ 3 հատ, չէ, 3 հատ, 3 հատ կա։ Հիմա եթե կ ո տեղափոխելով ընդհանրապես կարելի է ստացնել 3-ի ֆակտորիալ 6 հատ արտահայտություն։ Բայց այս երկու ո-երը որ տեղերով փոխենք արտահայտությունը կփոխվի։ Լավ, հասկանալի է։ Այսինքն եթե սենց գրենք կ ո1 ո2, կ ո2 ո1, չէ։ ո1 կ ո2, ո2 կ ո1, ո1 ո2 կ, ո2 ո1 կ։ Այսքան արտություն կա, բայց խնդիր ասում է իրարից տարբեր, չէ։ Այս երկուսը նույն արտահայտությունն է ստացվում։ Ստեղից էլ է նույնը ստացվում, ստեղից էլ է նույնը ստացվում։ Այսինքն մենք ինչ ունենք, մենք ունենք 3 տարբեր արտահայտություն։ Ընդհանրեցի 3-ի ֆակտորիալի կեսն է, չէ։ Ընդհանուր դեպքում կլինի 9-ի ֆակտորիալի կեսը։ Պարոն Գոգյան, եթե 3 հատ ոյ էր եղել, եթե 3 հատ ոյ էր եղել, կբաժանեին 3-ի, թե 3-ի ֆակտորիալի։ Դուք մտածեք, ո1, ո2, ո3, իրանց տեղերը փոխելով քանի հատ կրկնություն կստացվի։
3-ի ֆակտորիալ։ Ճիշտ է, ուրեմն պետք է բաժանենք 3-ի ֆակտորիալի այդ դեպքում։ այո։ Անկեղծ ասած, ես այդ առաջի երկու վարժությունները, այս 3/8-ը նույնը 0.14-ը ստացել էի, հետո ստուգման տվի գրեց սխալ է։ Ես չգիտեմ, ձեր մոտ էլ էր այդպես, հարգելի գոլեգաներ, թե մենակ իմ մոտ այդպես ցույց տվոց։ Իմ մոտ էլ է նույնն է Մեզ եղել։ մոտ էլ Մի հատ էլ սխալ կա վարժությունների մեջ Երեք պատասխանի, սխալ ինձ է տեխնիկական Լավ, եկեք Ձայնագրվում Զոր ջան, է։ ձայնագրվում է այս ամին, չէ, եկեք զրույց սարքենք, նայենք, հա, անցնենք առաջ, սխալներ կլինի գրենք։ 5-րդ հարցը 0010101, դի քառակուսի ստացվում, հա, վերցված է պատահական կետ, որքան է հավանականությունը, որ այն գտնվում է x + y փոքր է 0.5 ուղից ներքև։ Սա արդեն գալիս ենք երկրաչափական հավանականությանը։ Երրորդն է ստացվում։ Գծենք կոորդինատային առանցքները։ Զրո մի կետը սա է, մի կետը սա, մի կետը սա, մի կետը սա, չէ։ Այս մեկը, սա մեկը։ Այսինքն այս քառակուսու մեջից, մեկ կողմով քառակուսու մեջից ընտրել են ինչ կեր, x + y փոքր է 0.5։ Այդտեղ նկատի ունենք x + y հավասար է 0.5 ուղից ներքև, չէ։ x + y փոքր է 0.5-ը ինչ է։ x + y հավասար է 0.5 ինչ կլինի։ Y-ը հավասար է 0.5 հանած Այսինքն ուղիղ է, որ անցնում է y-ների առանցքը հասնում է 0.5 կետում ու անկյունային գործակիցը -1, այսինքն 45 ակտանով ներքև է իջնում։ Սա էլ է 0.5, սա էլ է 0.5 միջնակետերն են։ Հիմա մակերեսների հավանականությունը, որ պատահական ընկրած կետը այս տիրույթում է։ Ես տիրույթի մակերեսը հաշվենք, բաժանենք ամբողջ տիրույթի, չէ, որտեղից որ ընտրել են պատահական։ Եթե երկրաչափական պատկեր ունենք ու դրա մեջ պատահական կետ ենք ընտրում, հավանականությունը, որ մեր ուզած տիրույթում լինի, լինելու է դրանց չափերի հարաբերությունը։ Եթե հատվածի վրա է, կլինի երկարությունների հարաբերություն։ Եթե մակերեսի մեջ է երկչափը, կլինի մակերեսների հարաբերություն։ Եթե եռաչափ է, չէ, կլինի ծավալների հարաբերությունը։ Այսը հավասար է 0.5 անգամ 0.5-ի կեսը, հավասարացնում ուղղանկյուն եռանկյուն է, չէ, հավասար է 1/8։ Հավանականությունն էլ կլինի այդ S-ը բաժանած այդ քառակուսու մակերեսին, որը 1 է, ստացվում է 1/8։ Եկեք հիմա անցնենք 1/8 չկա, 0.125-ն է։ Ճիշտ է։ 6-ը քառակուսու ներգծված է շրջան։ Որքան է հավանականությունը, որ քառակուսու ներսում վերցված պատահական կետը կլինի շրջանի ներսում։ Պատասխանը հաշվել 3 իմաստային նշիչ ճշտությամբ։ Հիմա սա անենք։ Այս P4-րդ է, չէ՞ լինելու։ Բանով։ Հվաբանորեն։ Այստեղ այս դեպքում այս շրջանագից ոչ են տրված է։ Են երեղություն նախորդ կոորդինատներով։ Ինչ։ Նախորդ կոորդինատներով քառակուսու մասին է, թե պատահական։ Չէ, պատահական։ Վերցնում ենք սովորական քառակուսի, դրա մեջ ներգծած է շրջանագից։ Շարավիղի կողմի կեսին։ Հիմա ընտրում ենք պատահական կետ, ասում է ինչքան է հավանականությունը, որ այդ կետը կլինի այս պատկերի մեջ, չէ։ Քանի որ նմանությամբ մենք կարանք մասշտաբավորենք, այսինքն scale անենք, այսպես ասած, դրա համար առանձնապես կարևոր չի կողմի երկարությունը ինչա, եկեք նշանակենք, որպեսզի կոտորակներից խուսափենք, շրջանագծի շառավիղը r։ Այդ դեպքում քառակուսու կողմը ինչքան կլինի։ 2r, չէ։ Ուրեմն S շրջանը կլինի PR քառակուսի,
S քառակուսին կլինի 2R-ի քառակուսին, հավասարը 4R քառակուսի։ Հիմա հավանականությունը, որ կետը կլինի շրջանի ներսի, քանի որ պատահական կետ է, հավասար հավանականությամբ ընտրում ենք, կլինի S շրջան բաժանած S քառակուսի, չէ՞։ Դա PR քառակուսի բաժանած 4R քառակուսի, հավասար է P4-րդ։ Հիմա խնդիրը ասում էր, սա հաշվել 3 նիշի ճշտությամբ, չէ՞։ Այո։ Եկեք հեռախոսով գրենք, քանի որ P-ի իսկական արժեքը Զրամբողջ 7, 8, 5, 4 7, 8, 5 7, 8, 5, 3, 9 3, 9 3-ի ճշտությամբ չլինի 7, 8, 5 3 նիշի ճշտությամբ կլորացնենք, ստացվի զրամբողջ 785 ստուգենք զրամբողջ 7, 8, 5 հեսա տեսեք ինչ հետաքրքիր բան, երրորդ տարբերակ էլ կա P4-րդ, բայց դա սխալ պատասխան պիտի որ լինի, որովհետև կլորացնել էլի չի ասում իրական արժեքը, էջը նաև կլորացնելու առաջադրանք է պարունակում հարցը։ Հիմա 7-րդ հարցը 52 խաղաքարտից բաղկացած հավաքածուից պատահականորեն վերցնում են որևէ խաղաքարտ, նայում, ապա դնում տեղը։ Խառնելուց հետո կրկին վերցնում են մեկ խաղաքարտ, որքան է հավանականությունը, որ այս երկու խաղաքարտերն էլ կարմիր լինեն։ Ստեղ մենք արդեն ինչի հետ գործ ունենք, անկախ պատահարների, չէ՞։ Փաստորեն ինչ ունենք, առաջին ապատահար նշանակենք, որ առաջին խաղաքարտը լինի կարմիր։ Իսկ B-ով նշանակենք, որ երկրորդ խաղաքարտն է կարմիր։ Մենք կարող ենք մտնել, որ A եւ B պատահարները իրարից անկախ են։ Իհարկե։ Այո։ Առաջինը հանում խաղաքարտը հանում դնում, ոչ էլ վերցրել էինք։ Այլ ասել։ Այսինքն երկրորդ անգամ խաղ ենք վերցնում, բացարձակ կարևոր չի, թե առաջին խաղաքարտը ինչ ա եղել։ Խնդիրը կտրականապես կփոխվի, եթե առաջին խաղաքարտը ընտրելուց հետո այն տեղը չդնեինք, չէ՞։ Հաջորդ խնդիրն է անկախ չեն լինի, որտեվ եթե առաջինը կարմիր է, վերցրել է ու հետ չի դրել, ապա երկրորդի կարմիր հանելու շանսերը քչանում են, չէ՞։ Որտեղ մեջը ավելի քիչ կարմիր կա։ Արդեն հնարավոր է 25 կարմիր, 26 սև։ Իսկ եթե առաջինը սև հաներ, հակառակ ավելի շատ կլիներ։ Քանի որ A-ն ու B-ն իրարից անկախ են, այսինքն առաջին քարտը նայելուց հետո տեղն ենք դրել, մեզ ինչ ա պետք, որ երկուսն էլ կարմիր լինեն, չէ՞։ Դա որն է A հատած B պատահարն է։ Այն կլինի հավասար PA անգամ PB։ Հիմա P-ն ինչքան է։ 1/2 1/52 26/52 չէ, դրանցից 26-ն են կարմիր, 26/52 անգամ 26/52 լինի 1/4։ Կամ պատասխանը ստացվում է 1/4։ Պարոն Գոգյան, մի հարց ունեմ։ Եթե խաղաքարտը չդնեինք տեղը, երկրորդ խաղաքարտը նորից հանեինք, կլիներ 26/52 անգամ 26/51։ Ինչի 26, 25, 25/52 չէ։ 25, ներողություն, 25։ Բայց դա արդեն անկախության արդյունքում չէր լինի, էլի։ Հա, արդեն անկախ չէին։ Մեկը իրարից անկախ պատահարներ չեն, բայց կանոնը կաշխատեր։ Հա։ Իրանք անկախ կլինեին, բայց ոչ այն իմաստով, ինչ որ անկախ ասում ենք, բարձ էլի, դրա մասին հետագայում կզրուցենք։
Պարոն Գոգյան, մի բան հարցնեմ, իսկ ինչի 26 հենց։ 26, հա, երկու գույն էր։ Բա 52 խաղաքարտից քանիսն են կարմիր։ Բայց երկու գույն է, խնդիրը նշում է, որ երկու գույն է։ Դե խաղաքարտը ինչ նկատի ունի։ Խաղաքարտը կարմիր ու սև են, չէ՞ լինում։ Հա, կարմիր ու սև է։ Սովորական կարթ է, հասկացել։ Քարտերի կալոգի մասին այսպես ասած։ 52-ը 4 անգամ 13-ն, այսինքն են 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 բալետ դամա կարոտուզ, որ ասում են, դրա մասին է։ 52 խաղաքարտերից բաղկացած հավաքածուից պատահականորեն վերցնում են 2 խաղաքարտ։ Որքան է հավանականությունը, որ 2 խաղաքարտերն էլ կարմիր կլինեն։ Այստեղ արդեն կախված են իրարից։ Հա, այստեղ արդեն հա, տեսեք, այն որ ասի, որ բարդանումա չեն կարող տենց հստակ ասել։ Այս դեպքում մենք առաջին խաղաքարտի կարմիր կամ սև լինելը, չէ, ազդում է երկրորդ խաղաքարտի ընտրելու տարբերակի վրա։ Դրա համար ստեղ արդեն չեն կարող բաժանել երկու սենց A եւ B բարձ պատահարների, բայց կարող են դիտարկել իրանց որպես ամբողջական։ Հիմա քան եղանակով են կարող հանել երկու խաղաքարտ։ Կարմիր, 26-ից 2 անգամ 52 անգամ 51, չէ։ Առաջին խաղաքարտ, երկրորդ խաղաքարտ։ Ընդ որում հիմա մենք կարող ենք իրան դիտարկել որպես կարգավորված, առաջին ու երկրորդ խաղաքարտերը իրարից տարբեր դիտարկենք, 52 անգամ 51։ Հիմա այդ բոլոր ձևերից քանի ձև կարող ենք դրանցից ձևերից ընտրել, որ երկուսն էլ կարմիր լինեն։ 26 անգամ 26 անգամ 25-ա, չէ, այսքան ձև, առաջին խաղաքարտը կարմիր հանեցին 26 ձև, երկրորդ խաղաքարտը այդ պայմանում կարող են 25 եւ մնացած կարմիրներից ինչ որ մեկը ընտրել ու կլինի կրկին կարմիր խաղաքարտ։ Այսինքն ունենք ընդհանուր այսքան եղանակ խաղաքարտ երկու քաշելու ընտրելու, դրանցից այսքանում նրանք կլինեն կարմիր։ Ուրեմն հավանականությունը, որ երկուսն էլ կարմիր են, կլինի 26 անգամ 25 բաժանած 52 անգամ 51։ Սա 0.25-ից մի քիչ փոքր պետք է լինի, եկեք։ Բայց ոնց որ 3 թվի ճշտությամբ պիտի գրենք էլի պատասխան։ 25 Բայց էլի 102 պատասխանում հասարինում։ սխալ կա, թերություն կա։ Դառնա 0.245։ Ահա։ 0.245 09 բան գնում է 0.245։ Զրամբող 245, հա, չկա հա ստեղ այդ տարբերակը։ 255-ն է նշած, երևի շփոթված սեղմել եմ 5-ին։ Հա, երևի բան, տվերը պատասխանի տարբերակ գնալուց բան ա եղել։ Լավ, էսի կդզենք։ 25-ի հարաբերությունը Տարածքում տեղադրել են շարժում գրանցող երկու տվիչ։ Առաջին տվիչը շարժումը կատվի քայլելը գրանցում է 0.9 հավանականությամբ, իսկ երկրորդը 0.8։ Որքան է հավանականությունը, որ երկու տվիչներից գոնե մեկը կգրանցի շարժումը։ Սա հետաքրքիր խնդիր է շատ։ Կարող ենք բոլորից հանել, որ ոչ մեկն էլ չի գրանցում։ Տեսեք, խնդիր ինչի մեջ է։ Երկու դեպքեր, չէ՞։ Ունենք երկու պատահար ու տվիչների իրարից գրանցելը համարում ենք իրարից անկախ։ Համաձայն եք։ Որտեւ եթե բանա խնդիրը տենց էլ ասում է, չէ՞։ Չի ասում, բայց համարում ենք անկախ են իրարից, այսինքն ամեն մեկը մեկի գրանցելը մյուսի գրանցելու վրա չի ազդում։ Եթե լիներ, ասենք երկուսն էլ 0.8, կարող ենք սենց բան ենթադրել, որ երկուսն էլ նույնական նույն պարամետրերով տվիչներ են, մեկը որ չգրանցեց, մյուսն էլ չի գրանցի։ Բայց տենց հիպոթետիկ վարկածներ չենք անում, որտեղ երկու հատ անկախ գրած են, դիրքերը տարբերվան, ամենքի իրարից անկախ աշխատում է։ Հիմա, այսինքն առաջինի գրանցելու հավանականությունը 0.9 ինչքան էր։ 9 0.9, երկրորդինը 0.8
8 Հիմա որ գոնե մեկը կգրանցի, դա որն է, գոնե մեկի գրանցելը, միավորած բենա չէ գրանցելը գոնե մեկի, գոնե, համաձայն եք, Ես պետք է գտնել P-A միավորած բեն, ինչ է նշանակում գոնե մեկը կամ ան կամ բեն, գոնե մեկը լինի, չէ, երկուսը միաժամանակ գրանցելը A հատած բեն է, և ան, և բեն, P-A հատ միավորած բեն, սա հավանականչների բանաձևերով ինչ կլինի, P-A գումարած P-B, Անած P-A P-A հատած B, Հիմա մենք սա ունենք, չէ, սա էլ կհաշվենք ինչի շնորհիվ, համարելով, որ ան և բեն իրարից անկախ են, կլինի P-A անգամ P-B, Զրո 8 անգամ 0-9 կստացվի զրամբողջ 72, հավասար է, զրամբողջ 8 գումարած զրամբողջ 9 հանած զրամբողջ 72 կստացվի զրամբողջ 98, չէ, այսինքն 98% է շանսը, որ կգրանցի, Իսկ չենք կարա այն մեկի չգրանցելունը 0.1 հաշվենք, այն մեկի 0.2 ու մեկ ամբողջի ցանենք 0.1 անգամ 0.2 Դա ուրիշ եղանակ է, եկեք C-ով նշանակենք առաջինի չգրանցելու պատահարը, C-ն դա A-ի լրացումը, չէ կլինի, B C-ն կլինի մեկից հանած P-A, կստացվի 0.1, D-ով էլ նշանակենք երկրորդի չգրանցելու հավանականությունը, այսինքն առաջինը չի գրանցի 0.1 հավանականությամբ, երկրորդը 0.2, եթե երկուսն էլ գրանցել իրարից անկախ են, չգրանցելն են, չէ իրարից անկախ լինում, ու երկուսի միաժամանակ չգրանցելու հավանականությունը կլինի P C անգամ P D հավասար է 0.02 այսինքն հավանականությունը, որ երկուսն էլ չեն գրանցի, կլինի 0.02, ուրեմն գոնե մեկի գրանցելը կլինի մեկից հանած այդ դա, չէ, երկուսն էլ չգրանցելը հավասար է 0.98 տեսեք ստեղ ինչ բան ենք ուղղում, ստեղ ստացվում է x plus y հանած xy, չէ, իստեղ ինչ է լինում, մեկից հանած 1 մինուս x անգամ 1 մինուս y, երբ որ սրա տեղը x տնենք, սրա տեղը y, ստեղ որ փակագծերը բացենք ինչ կտա, մեկից հանած 1 մինուս x մինուս y xy հավասար է x plus y հանած xy այսինքն երկու ձևով են, չէ, որ անենք xy-ով նույն բանն է ստացվելու երկրորդ եղանակը տրամաբանորեն ավելի բարդ է, որտեղ լրացումների հետ են գործանում, բայց երկու մոտեցումներն էլ ճիշտ են ու թվային արժեքը ստացվելու է նույն բանը, ինչ տանելու դեպքում 0.98 ճիշտ է, սա 9-րդն էր, հիմա անցնենք 10-րդին, արկում կա 4 կարմիր, 5 դեղին և 6 սև գնդակ, Հայկն առանց նայելու հանում է մեկ գնդակ, որից հետո անին առանց նայելու հանում է մեկ այլ գնդակ, որքան է հավանականությունը, որ նրանց հանած գնդակները տարբեր գույների են, պատասխանը հաշվել մեկ իրարից անկախ, իրարից կապված են արդեն այստեղ, մենք չենք կարող իրարից անկախ դիտարկել, որտեղ մեկը հանում է, հետո մյուսն անում, բայց ամեն դեպքում ստեղ անկախությունը օգտագործելն էլ դժվար կլներ, որտեղ պայմանն է, չէ, իրարից տարբեր լինելը տարբերակներ կան, չի ասում, որ երկուսն էլ կարմիր լինենք, որ ասենք մեկը կարմիր, մյուսն էլ կարմիր, դեղ առաջին ինչ-որ գույն է, երկրորդը պետք է ուրիշ լինի, արդեն ըստ լրության կախվածությունը կա, 4 կարմիր, 5 դեղին, 6 սև, եկեք գույները տենց անենք, 4 կարմիր,
Մեկ 5 տեղին 5 տեղին և 6 սև։ Ինչքան է հավանականությունը, որ երկուսն էլ կլինեն տարբեր գույնի։ Ընտրողների անունները ոնց էին։ Հայկ և Անի։ Հայկ Անի։ Գրենք Հայկ, հետո Անի։ Սա եկեք էլի երկու եղանակով լուծենք, առաջինը, որ հենց իրարից տարբեր լինեն, երկրորդն էլ մեկից հանենք այն դեպքերը, երբ որ երկուսն էլ նույնն են, նույն գույնի են հանում։ Հա։ Գրենք առաջին եղանակ։ Ընդհանրապես գնդակները հանելու քանի ձև կա։ 15։ Հայկի համար 15, իսկ Անի համար 14։ 14, այսինքն ընդհանուր գնդակները հանելու կա 15 անգամ 14, հավասար է 210 ձև կա, չէ՞։ Համաձայն եք։ Հիմա եկեք նայենք, քանի ձև կա, որ գնդակներ լինեն իրարից տարբեր։ Ստեղ պիտի դեպքեր նայենք։ Երբ որ Անին Հայկը հանելա կարմիր, չէ՞։ Հայկը կարմիր։ Հայկը կարմիր, ապա Անին քանի ձև ունի։ 3։ Ոչ։ 2 կամ դեղին պիտի լինի կամ սև։ 11։ Երկու գլոբալ տարբերակ, բայց քանի դեպք կա։ Կարմիր հանի։ Չէ, բայց մենք հաշվում ենք դեպքերը, որ հանել են տարբեր գույնի։ Ես նույնն էի Եթե Հայկը հանելա կարմիր, 11 ապա 11, դեղին կամ սև, բայց գնդակների քանակը կարևոր է, չէ՞։ Այսինքն Հայկը ունի 4 ձև կա, որ կարմիր կհանի, այդ դեպքում Անին ունի 11 տարբերակ, որ հանի ուրիշ գույնի։ Եղավ 44։ Այսինքն Հայկը կարմիր։ Հայկի կարմիրը բազմապատկում ենք Անի դեղին պլյուս սևերի տարբերակների քանակով։ Հիմա, եթե Հայկը դեղին հանի 4 անգամ 11։ Չէ, 4 անգամ չէ։ Չէ, այնտեղ է 15 դեղինից մեկ անգամ 10։ ամեն մի դեղինի համար 50 Եկեք մանրամասն ստեղ գրենք, լավ, 4 պլյուս 6 ստացվեց 50, չէ, 50 տարբերակ։ Եկեք գիտեք ինչ անենք, այս 11-ն էլ մի քիչ մանրամասն գրենք, որ վիզուալ պարզ լինի։ Այդտեղ 4 անգամ 5 պլյուս 6-ն է։ Կամ գիտեք ինչ, եկեք ավելի կրեատիվ գտնվենք, այդտեղ գրենք 5 պլյուս 6, սենց։ Այսինքն 5 դեղին և 6 սևից, այս 4 պլյուս 6-ն էլ եկեք գրենք կարմիր։ Կարմիրն ու սևը։ 4 պլյուս 6։ Պլյուս 6։ Բայց կարող է Հայկ ընտրի սև, չէ։ Այս անգամ կլինի 6 անգամ 9, 6 անգամ 9։ Կլինի 5 դեղին, կամ 4 կարմիր։ Կլինի 54։ Այսինքն կա 148 դեպք, որ լինեն իրարից տարբեր, չէ։ Ուրեմն պատասխանը, որ լինեն իրարից տարբեր, կլինի 148-ը բաժանած բոլոր ընդհանուր դեպքերին, չէ, 210։ 147-ը որ բաժանվեր, հեշտ կբաժանեի։ 48-ը։ Գրենք 148-ը բաժանած 210։ Սրա ամբողջ 7։ Սրա ամբողջ 704։ Այստեղ էլ ճշտությամբ պիտի անեի։ Կրկնես 705 տալիս։ 7, Պատասխանասներ մի նիշի ճշտությամբ։ Հա, մեկ նիշի Ուրեմն կլինի 0.7։ Հիմա եկեք ուրիշ եղանակով լուծենք։ Նայենք երբ կլինի, որ լինեն նույն գույնի երկուսն էլ։ Էսի շատ արագ է լուծում։
4 անգամ 3, չէ։ 5 անգամ 4, Երբ որ 6 անգամ երկուսն էլ ընտրել են հանում են կարմիր, կամ եթե երկուսն էլ դեղին են 5 անգամ 4 կլինի։ Մեկ է 6 անգամ 5։ Իսկ եթե երկուսն էլ սև են 6 անգամ 5, հավասար է 12 գումարած 50, 62, եթե նկատեք 62 գումարած 148 ինչ կստացվի։ նույն 210-ը։ Նույն 210-ը, չէ։ 210-ը բոլոր դեպքերն են կամ նույնն են լինելու կամ տարբեր։ P-ն կլինի 1-ից հանած 62 210-րդ, չէ։ Որտեղ 62 210-րդը կլինի հավանականություն, որ նույն գույնի են, տարբեր լինի 1-ից հանած դա կլինի։ Կստացվի 0.7 կլորացվածը 1 իմաստային նիշի ճշտությամբ։ Ճիշտ է։ 0.7 Նույնն է գալիս էլի։ 0.7 ստացվեց։ Աստորեն, այս խնդիրներն էին, եկեք մի հատ ֆիքսենք 4-րդում ճիշտ պատասխանը չկա, եւ որներ 10-րդը 8-ում 0.245 պիտի լիներ։ Սամազումը որ ավարտենք, հարց 4-ն 8-ը փոփոխությունները անկանեմ կատարենք։ Հետո եղավ լավ, սրանով ձայնագրությունը եկեք ավարտենք, մեր 70-րդ հանդիպումը, այս 73-րդ հանդիպումը այսքանն էր։